ձեր եւ Ավետ Բարսեղյանի հետ կապված միջադեպի մասին։ Իր հարազատ, ասենք, երկիչների կամ որևէ ում հետ որ ինքը առողջությունն է շփվում, չէր կարող որևէ ինչ-որ բան ասել։ Դրանից հետո ինքը ինձ զանգահարեց, որ իմ հետ զրուցի։ Երկու աստղն եմ երկու անգամ հաղթել։ Կուզենայի ժյուրի լինեի այնտեղ, ոչ թե մասնակից։ Մարկ Սաղաթելյանի հետ, եթե չեմ սխալվում, 2008-ին եք մասնակցել։ Ես իրան շատ սիրում եմ, իր տեղն էլ շատ զգացվում է, չգիտեմ։ Բազմաթիվ տհաճ խոսակցություններ էին պատտվում ռուսերեն լեզվով ինտերվյուների շուրջ։ Այն ժամանակ շատ ծանր էի տանում, սենց ես մի քիչ էմոցիոնալ մարդ եմ չափից դուրս, նեղվում եմ, բայց հիմա ընդհանրապես բան այդտեղ չեմ դնում, գիտեմ գրողները ովքեր են։ Շատ մարդիկ ինձ չեն շնորհավորել, թեկուզ մեր արտիստներից եւ այլն։ Չի կարելի երեխայի մասին, երեխա չէ, ասենք, տենց ինչ որ չարանալ։ Ու հենց երեխաներ են գնում, ասեմ իմանաք։ Ես այն ժամանակ էլ տենց շատ համերգներ կազմակերպում եմ պետականորեն, թե հիմա ես ընդհանրապես այդ համերգներին չեմ մասնակցում։ Սոնա, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Եվ առաջարկում եմ մեր զրույցը սկսենք ձեր գործունեության սկզբից, 2000-ականներից, որը շատ լավ ժամանակներ էին հայկական երկարվեստի համար։ Գիտեմ, որ ձեր առաջին ուսուցիչներից եւ նաեւ ոլորտում ձեզ ներկայացնողներից մեկը եղել է Նադեժդա Սարգսյանը։ Առաջարկում եմ խոսենք այս շրջանից ու նաեւ իր հետ հարաբերությունների մասին։ Նախ շատ ուրախ եմ, որ այսօր ինձ հրավիրել եք, կարևորը կունենանք անկեղծ, գեղեցիկ զրույց։ Ձեզ շատ սիրում եմ, դիտում եմ, իհարկե, ասեմ, որ ես 6 տարեկանից եմ երգել, դեռ մանկուց շատ, բայց արդեն իմ կայուն քայլերը բնականաբար արել եմ դորեմիից, իմ սիրելի Նադեժդա Սարգսյանի մոտ եմ եղել, շատ մի շարք միջազգային մրցույթների եմ մասնակցել, այդ ժամանակ 10 տարեկան էի, 10 փոքր էի, բայց շատ լավ դպրոց է ինձ համար եղել, շատ սովորել եմ, կրթվել եմ, ամենակարևորը, ու պրոֆեսիոնալ մարդու խորհուրդը լսել եմ, հարգել եմ, միշտ ընդունել եմ առողջ է դատողությունը, բնականաբար, եւ այնուհետեւ արդեն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն եմ ավարտել, մեծ ճանապարհ եմ հարթել, մեծ ճանապարհ եմ անցել, այնուհետեւ արդեն կայացել եմ որպես Սոնա Շահագերդյան երգչուհի եւ իմ քայլերը սահուն չգիտեմ, հստակ քայլերով առաջ եմ գնացել մինչ այսօր։ Նադեժդա Սարգսյանը շատ արտիստների համար շատ մեծ ամեն բան արել է, դա պետք է ուղղակի հասկանալ, գնահատել, հենց միշտ շնորհակալ լինել։ Ես օրինակ բախտ է վիճակվել, որ աշխատել եմ նրա հետ ու ես շնորհակալ մարդ եմ եղել ու իմ էությամբ, իմ բնավորությամբ, իսկապես այդպիսի մարդկանց պակասը շատ երևում է։ Շատ մեծ ճանապարհ եմ նրա հետ անցել ու շատ նրան սիրում եմ ու շատ կարոտում եմ ու միշտ հիշում եմ, կարևորը դա է, ես նրանց հետ ոչ միայն Նադեժդա Սարգսյանի, այլ Էմի հետ, նրանց հետ միշտ կապս եղել է, միշտ հարազատ եմ, ոնց ասեմ, բարեկամներ ենք եղել, կարող եմ ասել այդպես, շատ կապված ենք եղել, միշտ։ Խոսեցիք ավելի փոքր տարիքի ձեր գործունեության մասին, ես կառաջարկեմ անդրադառնանք ավելի պրոֆեսիոնալ բեմերին ու արդեն եթերին, որտեղից բացվեց ձեզ համար ճանապարհ ավելի մեծ բեմեր, հանրային հեռուստաընկերություն, տարբեր հեռուստաընկերություններ։ Էլեն ջան, նախ մոռացա նշեմ, որ 6 տարեկանից իմ քայլերը նաև արել եմ Արևիկում, իմ քայլերը առաջին հենց ի սկզբանե եղել Արևիկից, հետո արդեն դորեմի, արդեն շարունակել եմ մենակ, դա պետք է անպայման նշեի, որտեվ դա էլ իմ ամենաառաջի քայլերն է եղել, չեմ կարող մոռանալ, եւ ասեմ, որ եթե չեմ սխալվում, ռադիովանը գիտեք, չէ՞, ինքներդ, այո, տենց մրցանակաբաշխություն կար, այնտեղ առաջի քայլերս կարող եմ ասեմ կայացավ, որ դեպի արդեն մարդիկ ինձ ճանաչեցին, լսեցին, սիրեցին, ինձ այնտեղ տվեցին տարվա բացահայտում, որպես երգչուհի, որ թիվներ չեմ կարող հիշել, բավական։ 2000-ականներից։ Այո, երկու աստղն եմ երկու անգամ հաղթել։
դա քիչ բան չէ, ասեմ, որ երկու անգամ մեկ տարին եղա Արտուր կներեք ներողություն Աշոտ Լյուդվիգովիչի հետ եւ երկրորդը իմ սիրելի Մարկ Սաղաթելյանի հետ։ Հաջորդ հարցս հենց երկու աստղին մասին էր։ Երկու անգամ հաղթել եմ, կարծում եմ, չգիտեմ, դա քիչ բան չի, որ ասենք երկու անգամ նույն արտիստը հաղթի ու տարբեր մարդկանց հետ։ Ուրախ եմ դրա համար շատ։ Հիմա նախագիծը վերադարձել է էլի հանրայինի եթեր։ Կուզենայի ժյուրի լինեի այնտեղ, ոչ թե մասնակից, երկու անգամ հաղթող եւ իհարկե թող համեստություն չթվա, չէի մասնակցի բնականաբար, շատ ողջունելի է, ողջունում եմ բնականաբար, բայց ես կուզենայի լինեի նաեւ ժյուրի, ինչու ոչ։ Մարկ Սաղաթելյանի հետ, եթե չեմ սխալվում, 2008-ին եք մասնակցել։ Այո, մասնակցել եմ։ Նա ինձ համար շատ հարազատ նախագծից ու իրենից շատ լավ հիշողություններ ինքը շատ հարազատ է եղել ոչ միայն մենք մասնակցել ենք ուղակի որ մասնակցենք որպես մասնակիցներ ես նրա հետ շփվել եմ շատ բաներ սովորել եմ նույնն էլ ինքը ես իրան շատ սիրում եմ իր տեղն էլ շատ զգացվում է չգիտեմ Մենք միասին ենք որոշել այդ համարները, մեզ ոչ մեկ չի օգնել։ Մենք որոշել ենք այս երգը պետքա երգենք պրոֆեսիոնալ եւ աշխատել ենք այդ երգի վրա։ Թե երգի, թե կերպարների ստացված են եղել, ոչ թե ես եմ երգել եւ հաղթել եմ պետքա գովաբանեմ, ոչ, ինչը որ իրական է, պետքա ասես։ Եթե լավն է, ասում ես լավն է, եթե վատն է, ասում ես վատն է, իմ համար միջին այդ հասկացողությունը չկա Էլեն ջան, եւ նրա հետ իմ կյանքը շատ լավ է անցել, որպես ընկերներ, չգիտեմ, համագործակցել ենք, ընտանիքով ենք շատ մոտիկ եղել, հարազատ, չգիտեմ, կուզենայի այդ հիշողությունները այդ ժամանակը մի պահ շրջեի, որ էլի իրանց տեսնեի։ Նորալիքը ձեր գործունեության մեջ էլի կարևոր կետ է։ Շատ կարևոր։ 2010-ին հաղթեցիք նորալիք մրցույթը, այդ ժամանակ եթե ես չեմ սխալվում, հայկական հեռուստաեթերով հեռարձակվում էր նախագիծը։ Մենք բոլորս հետևում էինք ու տեսնում էինք, թե ինչ պրոֆեսիոնալ ու մեծ թիմ է աշխատում այնտեղ, ում համար արտիստի, այսպես եղունգի ծայրից մինչև մազի ծայրը պիտի համապատասխանեցված լիներ իրենց ստանդարտներին ու իրենց սկզբունքներին։ Ինչ փորձառություն էր սա ձեզ համար աշխատել նման թիմի հետ։ Նախ ասեմ, որ նորալիք մրցույթում ես առաջի հաղթողներից եմ եղել 10 տարվա մեջ չի գրանցվել հաղթանակ, ինչը եկա, այն ասում եմ։ Ու հետո էլ չգրանցվեց հաղթանակներ, ես ստացա Grand Prix մրցանակը ու շատ բարդ է, գիտեք, եղել մեր մրցակցությունը, այնտեղ շատ լավագույն երգիչներ են եղել շատ։ Հիմա չեմ կարող ասել կան թե չէ, բայց այն ժամանակ շատ մեծ էր այդ մրցակցությունը ու ասեմ, որ շատ բարդ եւ շատ պատասխանատու մրցույթ է դա։ Ուղղակի դա մրցույթ չի, որ երգես 1-2 ու վերջ։ Դա 3 օր, 3 տարբեր զգացողություններ, 3 տարբեր երգեր, ստեղծագործական մեծ աշխատանք, մեծ փորձ։ Ես ճիշտն ասած չէի ուզում մասնակցել մրցույթներին, որովհետև գիտեք ինչու, ես մի քիչ կանկեղծանամ, որովհետև այստեղ Հայաստանում շատ քիչ են լինում արդար մրցույթներ։ Չգիտեմ ինձ կհասկանան թե ոչ, ես խոսում եմ դիպուկ, ինչը որ կա։ Եվ տաղանդավոր մարդիկ իհարկե շատ կան, բայց շատ լինում է, որ անարդարություններ շատ են լինում, եւ ես չեմ ցանկացել, որ այդ մրցույթին մասնակցեմ։ Իմ մոր եղբայրը Արմեն Շահգելդյանը ֆուտբոլիստ, իդեպ ասեմ սիրված, նա ինձանից թաքուն իմ հայտը ներկայացրել է, անկեղծ եմ ասում, իրականությունը ոնց եղել է։ Ու ես որ մասնակցեմ։ Հետո այնուամենայնիվ, որ արդեն ինձ զանգահարեցին, ասացին պետքա դու փուլերով անցնես, այսինքն հիմա այն ժամանակ փուլերով էր, շատ դժվար էր կետին այդ ճանապարհին հասնում, որ այդ բեմում երգեիր, իսկ հիմա ավելի մատչելի է դարձել, ավելի հեշտ, ավելի հեշտացել է ամեն բան եւ ողջունելի է բնականաբար եւ ոչ։ Եվ ասեմ, որ ինձ ասացին, այո, դու անցել ես արի մասնակցի, որ հետո փուլերը շարունակես։ Ես գնացի, երգեցի, ժյուրիները եկան այնտեղից եւ այդ խումբը արտիստների պրոֆեսիոնալ եկավ Հայաստան, մեզ լսեց կատարողներին։ Ես եւ էլի լավ կատարող կար երգչույանին, անցանք հաջորդ արդեն փուլ, որպեսի գնանք Մոսկվա կայանա այդ գեղեցիկ էլի այդ եւս մեկ փուլ, որ նոր ով ես կլինեմ, թե արդեն ուրիշը կլինի, օրինակ եմ բերում, մասնակցի արդեն այդ մրցույթին։ Եվ ես այնտեղ երգել եմ բավականին շատ երգեր, մոտ 6-7 երգ ու տարբեր ժանրի։ Այստեղ երգեցի իմ կորուստե գանձը, իրոք ոչ ոք, այդ երգը, որ միջ այսօր հիշվում է ու սիրվում է, շատ ողջունելի է, մնայուն աշխատանքներ եմ ներկայացրել ու միջև հիմա երգում եմ այդ երգը եւ ասեմ, որ նաեւ համաշխարհային հիթ երգեցի, բավականին բարդ, Regina Bell, Baby Come to Me, այդ երգը մատուցեցի եւ նրանք լսեցին, այդ երկու կատարումները ես ինձ բեմում
շատ ճիշտ պահեցի դերասանական եւ այլն, իրանք սիրում են այդ խաղը դերասանական ու անկեղծությունն են մարդու գնահատում։ Դրա համար է հաղթումը, այդ հենց այդ անկեղծությունը ու այդ մարդ տեսակը բարելիները նրանք շատ լավ զգում են այդ ասեմ։ Եվ ես անցա արդեն ես եւ Անին մասնակցեցինք, որպեսի անցնենք եւս մեկ փուլ, բայց ես ներկայացա եւ հաղթեցի։ Շատ դժվարին ճանապարհ եմ ունեցել, շատ խոչընդոտներ, բայց ես հաղթեցի այդ փուլն էլ եւ մասնակցեցի նոր ալիք մրցույթում, որպես Սոնա Շահգելյան Հայաստանը ներկայացրեցի ես պատվով ու արդեն էլի մասնակիցներ 7 անցավ տարիներ ու էլի մեր մասնակիցներից եղան, որ մասնակցեցին այդ մրցույթում, իհարկե հաջողություններ բերեցին, բայց առաջինը հենց ես ինքս եմ այդ հաղթանակը տարել ու շատ պատասխանատվություն էր դժվարին ու ես անգամ ասեմ, որ հիվանդ եմ եղել այդ ժամանակ, բայց ես կարողացել եմ երգել, դա ինձ չի խանգարել։ Այդ ժամանակ մենք բոլորս այդ հպարտության րոպեները ապրում էինք, քանի որ մեր երկիրը հաղթել էր նոր ալիքում։ Ես իմ դրոշն եմ բարձրացրել, Էլեն ջան, այո, ես իմ հայ ազգի, հայ զինվորի ձեզ համար եմ արել, միայն ինձ համար չեմ արել, կներեք, որ ընդհատեցի, եւ ասեմ, որ դա ես քիչ բան չեմ արել իմ Հայաստանի, առհասարակ իմ հայրենիքի համար, որովհետեւ դու պետք է ներկանաս, չէ՞, քեզանից հետո արդեն պետք է էլի լավը լինի, որ կարողանա քո պատիվը նաև բարձր պահի, ես դա կարողացել եմ։ Ես ուրախ եմ, որ ինձանով, իմ այդ տաղանդով, կարող եմ այդպես ասել, իմ արտեսակով ես կարողացել եմ այդ ամեն ինչը արել, հպարտորեն, որ արդեն նաև մեր Հայաստանի այլ մասնակիցներին են ավելի տեղ տվել մեր Հայաստանին, այլ ձև են վերաբերվել, դա շատ կարևոր է։ Դա շատ բարդ մրցույթ է, իրականում եղել է շատ բարդ մրցույթ, հիմա էլի շատ բաներ փոխվել է, բայց իրականում շատ բարդ է եղել։ Էլեն ջան, ասեմ, որ այդ մրցույթին ես ինքս ընտրել եմ իմ երգացանկը, ինձ հետ ոչ մեկ չի պարապել, ես ինքս եմ ընտրել եւ այնտեղ են արդեն աշխատել ռեժիսոր, օպերատորներ, ամբողջ մի պրոֆեսիոնալ թիմ եւ ինչ ընտրել եմ, իմ երգերը ընդհանրապես չի փոխվել։ Ասել են այդ երգերն էլ դու ինքդ կերգես, դե մեծ աշխատանքներ են այնտեղ կատարվում։ Այնտեղ չես կարող ուշանաս, այնտեղ չես կարող ոչինչ անել, կամ պետքա ենթարկվես, ոնց որ քո եսը պահելով, կամ կարողա այնպես այնպիսի բան լինի, դու անգամ չմասնակցես։ Պետքա շատ փորձությունների, զուգաբերությունների հանուն այդ մրցույթի, լավ իմաստով եմ ասում, գնաս, որպեսզի արդյունքը ակնհայտ լինի։ Հաղթանակի հպարտությունը ինչքան էլ մեզ մոտ երկրում մեր հայրենակիցների շրջանում կար, բայց այդ շրջանում նաև կհիշեք, որ բազմաթիվ տհաճ խոսակցություններ էին պատտվում ռուսերեն լեզվով, ինտերվյուների շուրջ ձեր վերջին երգի կերպարը բավականին քննարկվեց, հագուստը վերջին երգի։ Ինչպես եք այդ ժամանակ, ինչպես այդ խոսակցությունները ձեր վրա անդրադառնում, իհարկե հետո դուք բավականին հումորով, այսպես անցակ այդ ամենի միջով, բայց ենթադրում եմ, որ ինչ որ ազդեցություն դրանք այդ պահին պիտի ձեզ Ես ասեմ, որ ես չեմ հիշում, որ իմ ինչ-որ գեստերը քննարկվեն, որովհետև շատ գեղեցիկ եմ ես այնտեղ հագնվել, չեմ կարող ինչ-որ մի բան ասել, ես իմ կերպարի մեջ եմ եղել, դա արդեն խոսում են չար ու նախանձված մարդիկ, որովհետև ես այդ մրցույթում շատ լավ եմ ներկայացել, այդ ոչ մեկ չի կարող ինչ-որ բան խոսել։ Ստիպված պետք է այն որ վատ ճակերտավոր մարդիկ խոսեն, բայց դա բնական է։ Ես սիրում եմ, որ ինձանից խոսեն։ Ես ավելի եմ բարձրանում, իրանք միգուցե ուզում են իրանց PR անեն ինձանով, բայց ես էլ ավելի եմ բարձրանում ու ավելի եմ ուժեղանում, ում հետևից չեն խոսում։ Չեն խոսում են մարդկանցից, որ իրանցից կներեք, բայց ոչինչ չեն ներկայացնում։ Միշտ խոսում են, չէ՞, եթե դու տեղ ես տալիս, անդադ այդ քննարկումների մեջ ես, ես դրանից չեմ դեղում, շատ ուրախ եմ։ Այդ ժամանակ շատ ծանր էի տանում, սենց ես մի քիչ էմոցիոնալ մարդ եմ չափից դուրս, նեղվում եմ, բայց հիմա ընդհանրապես բան այդտեղ չեմ դնում, գիտեմ գրողները ովքեր են, ֆեյք էջեր, ինչ որ անմակարդակ գրառումներ, պետք չի անպայման լինի լավը գրած, բայց եթե դու լավն ես անում, պետք է լավը լինի, եթե վատն ես անում, պետք է վատը գրվի, բայց ես կարծում եմ, որ վատ աշխատանք չեմ ներկայացրել միջ այսօր, եւ գիտեք ինչ, ռուսերենը պարտավոր չենք մենք ռուսերեն իմանալ, կարևորը երգելն է, որ ասում են, չես երաժշտությունը չի ճանաչում, չէ, լեզու, պետքա ես ինչքանով որ կարողացել եմ, շփվել եմ, խոսել եմ, շատ մարդիկ այսօր մրցույթների գնում են, չեն կարողանում խոսել, տիրապետեն, ուրեմն այդ մարդիկ լավ չեն երգում կամ իրավունք չունեն երգեն առհասարակ։ Մի քիչ սխալ է այդ ամեն ինչը, բայց ես չեմ ուզում այդքան դրան անդրադառնալ, որտեվ ես էլի բանի տեղ չեմ դրել։ Իրանք ավելի շատ պետք է խոսեին իմ հաղթանակի մասին, Հայաստանում, ոչ թե ռուսերենի մասին, խոսեին այն բաների մասին, այսօր անկեղծանալու օրը, որ շատ մարդիկ չեկան, ինձ չդիմավորեցին, չշնորհավորեցին, ես ինձանով իմ ուժերով հաղթեցի եւ եկա, դրանից ավել ինձ համար էլ հպարտանալու տեղ չկա։ Թող դրանից խոսեին։ Շատ մարդիկ ինձ չեն շնորհավորել, թեկուզ մեր արտիստներից եւ այլն։ Իսկ ես եթե ինչ-որ մեկը, ասենք, հաղթում է կամ մասնակցում է, ես այն որ փորձում եմ այդ
մարդուն ինչ որ մի լավ բան արտահայտել, իմ մեջ չարությունը չկա, նախանձությունը։ Իսկ եթե մարդու մեջ նախանձ կա, չար կա, նենգություն, այդ մարդը չի կարող ինչ որ մի բան լավ անել, թե իր երկրի համար, թե առհասարակ մարդու համար։ Սա խոսենք ձեր բալիկի մասին, Արտուրի, որը բավականին արդեն ճանաչում ունի համացանցում, դուք եք հաճախ իր հետ հոլովակներ հրապարակում, դուք որպես մայրիկով անցել եք այս ամենի միջով, ինչի մասին նոր խոսեցինք, չեք փորձել նրան հեռու պահել հանրային աչքից։ Շատ ճիշտ հարց տվեցիք։ Իդեպ ասեմ, որ երեխան ինքը շատ լավ երգում է, չի կարա ինձանից ծնված երեխան կներեք, բայց վատ երգի։ Էդի պետք է ասեմ, անպայման թող մեծամտություն չլինի։ Այդ գեները իր մեջ օժտված է, ինքը շատ ոչ թե իմ բալիկն է, ես գովում եմ, չեմ սիրում գովալ։ Ինքը իրանով արդեն իր աշխարհն ունի։ Աթա չեմ սիրում ռեկլամ անել, ինչ որ արի, ինձ հետ էստեղը բան չէ, ուղղակի տենց ստացվում է այդպես, որ իրանց շատ սիրում են։ Ինքն էլ անկեղծ բալիկ է, ինչ մտածում է, ինձ նման ասում է։ Ասում եմ Արտուրիկ մի ասա այդքան։ Ասում է, չէ, ես ինչ մտածում եմ, անկեղծ պետք է ասեմ, այսպես է։ Ինքը արդեն իր աշխարհն ունի, ես չեմ կոտրում իմ երեխային, ես շատ սիրում եմ նրան, շատ լավ ճիշտ դաստիարակում եմ, որ մարդ մեծանա, կարևորը դա է ինձ համար ու բարի, ինքը բարի երեխա է շատ, չափից դուրս, էլի էմոցիոնալ, աշխուժ, գերակտիվ եւ գիտեք լինում է որ ասենք ինքն էլ ինչ որ բաներ տեղադրում է, երգում է կամ ինչ որ իրան, էլի այնքան վատ մարդիկ կան, այնքան չար նենք մարդիկ կան, սկսում են ինչ որ բանել մեկնաբանել գրել, բայց իրանք իրականում իրանց հայլումես չեն տեսել, իրանք ով են էլի, այսինքն չի կարելի երեխայի մասին, երեխա չէ, ասենք, տենց ինչ որ չարանալ, ու հենց երեխաներ են գնում, ասեմ իմանաք չի կարելի, որովհետև մենք անտեսում ենք, բայց ես ասել եմ, այդ դաշտ մի մտի, ինձ հաճելի չի, դու հետո կմեծանաս, արդեն դու ինքդ կընտրես, բայց ինքը այն որ ինչը որ անում է, վատ բան չի անում ամեն դեպքում, ինքը փորձում է բոլորին ուրախացնել, շատ իրան նայում են, ասեմ, միշտ իրան հետևում են, ինձանից շատ կարող եմ այդպես ասել, շատ մեծ լսարան ունի, իր այդ հումորներով, իր այդ տեսակով, ինքը շատ լավ սովորում է իր դեպ ասեմ դպրոցում, հաճախում է հարվածային գործիքի տիրապետում խորի է հաճախում եւ ասում է ես կամ կդառնամ երգիչ, ասում եմ այդքան էլ լավ բան չի, խոչընդոտներով լի Արտուր ջան պատրաստ ես, ասում է կամ երգիչ, երաժիշտ, առաջինը դա է ասում, կամ նկարիչ, ասում է ինչը որ ես արդեն ցանկանամ, ինչը որ լավ անեմ, այսինքն բոլորն է կարող են ասել ես ուզում եմ դառնալ, նախ չեն դառնում, ծնվում են, կամ ծնվում ես դառնալով ուղղակի աշխատանքներ ես կատարում, քո աշխատասիրությամբ հասնում ես այդ կետին, բայց յուրաքանչյուր բնագավառ ինչը որ դու ընտրում ես, պետքա լավ անես։ Իսկ այդ մեկնաբանությունները, որ անդադ հանդիպում եք, իրեն հոգեբանորեն չեն ճնշում։ Ինքն էլ ասում է, մամա, ասենց բան են գրել, ասում եմ ոչինչ, թող գրեն, ոչինչ, դու մի նեղվի, բայց ասում եմ անտեսի եւ անցի, դա ինձ համար մանրուքներ է։ Դա միայն մկարամ չար վատ մարդը գրի, եթե հայը հայի հանդեպ այդպեսի բաներ գրում, ուրիշ ազգերը բնականաբար կգրեն ու կգրեն։ Ես երբևիցե չեմ սիրել ինչ-որ գրել, գիտեք ինչ, ամեն մեկը ունի իր կարծիքը, ես միշտ ասում եմ, չես կարող կարծիքներից խուսափել, ամեն մեկը, չէ, դուք ունեք ձեր կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, պետք է ուղղակի առողջ ճիշտ քննադատություն լինի, եթե քննադատում են կամ ինչ-որ դատողություն կա, պետք է այդ ամեն ինչ առողջ լինի, ուղղակի չբռնել էլի գրեն, անիմաստ։ Սոնա, վերջերս մի քանի հարցազրույցներ ունեցել եք, բայց այս թեմայով որևէ մեկնաբանություն չեք արել ձեր եւ Ավետ Բարսեղյանի հետ կապված միջադեպի մասին։ Դուք Ավետի հետ ինչ հարաբերությունների մեջ եք եղել։ Շատ նորմալ, շատ լավ։ Այդ արդեն իր խնդիրն է, թե ինքը ինչ հարաբերության մեջ է ինձ հետ։ Ես ունեմ շատ երգեր, որ ինքը հենց գրել է, ու ուղղակի ես զարմանասիր եմ, ես ուղղակի զարմացա, որ այդպես արտահայտվեց։ Դա արտահայտվելու շնորհք ու ձև չէր։ Թեև ես էլ իրան սիրում եմ, ես էլ եմ ասում, ես ինչ-որ բան չկա դրա, հասկնոց ասեմ, որ ավելի ճիշտ էլի հնչի, սխալ չհնչի, ինչ-որ ներել չներելու հարց չի, Աստված թողների բոլորին, երկրորդ, երրորդ հնարավորություն տա, ես ինքս մեծահոգի մարդ եմ, բոլորը գիտեն, իմ հայացքից, իմ աչքերից, մարդու այն, որ ասում են, չէ, աչքեր իրա հենց հայլին է, հոգու, Եվ բոլորն էլ գիտեն ով է իրականում, շատ լավ գիտեն, ինքը այդպես չգիտեմ ինչու արտահայտվեց, այդ հանեց այդ ամեն ինչը այդ հաղորդման մեջ ու ասեմ որ հաղորդումը ընդհանրապես կապ չուներ ինչը որ արտահայտվեց իմ մասին, դուք բոլորդ եք տեսել, բայց դուք տեսաք արձագանքները, ովքեր որ ինձ սիրում են, մի ամբողջ ժողովրդի,
Այսինքն ինձ համար դա ոչ մի վատ բան չեղավ, ես էլ ավելի գործերը շարունակեցի, աշխատեցի իմ նույն եռանդով, ուղղակի չգիտեմ, ինչի այդպես եղավ։ Հենց իմ հետ կապված, որովհետև ես ընդհանրապես նրա հետ ինչ-որ խնդիրներ չեմ ունեցել։ Առհասարակ ես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ, անկեղծ եմ ասում։ Ոչ մեկի։ Ուղղակի ես այն մարդն եմ, որ չեմ սիրում կեղծավորություններ։ Ես մարդկանց հետ արդեն շփվում եմ շատ ավելի մի քիչ, ոնց բացատրեմ, զգույշ, թե կլինի շոու բիզնեսի անդամներ, կլինեն առհասարակ, որտեղ իրականում շոու բիզնես ասվածը շատ գիտեք ինքներդ ինչ ահա որ չգիտեմ ինչա, ասես փոթորիկ ու պետքա դու այնտեղ գտնես քեզ համապատասխան ընկերների, այսինքն մենակ չլինեն երաժիշտներ, երգիչներ, բոլոր բնագավառներից ընկերներ ունեմ, բոլոր ու կարևորը իմ ընկերները որակով են, այսինքն քանակը չի որոշվում։ Եվ չգիտեմ ինչու այդպես արտահայտվեց։ Ինչու է չարությունը այդպես ինքը դրսևորեց արտահայտվեց, ես էլի շատ լավ եմ վերաբերվում, բայց ասեմ ձեզ, որ դրանից հետո ինքը ինձ զանգահարեց, որ իմ հետ զրուցի։ Ինքը չէր կարող մեկ այլ երգչի մասին, իր հարազատ, ասենք, երգիչների կամ որևէ ում հետ, որ ինքը առաջնությունն է շփվում, չէր կարող որևէ ինչ-որ բան ասել։ Այսինքն միջադեպից հետո դուք խոսել եք։ Այո, ինքը զանգարել է, խոսել ենք, այդպես, ես չգիտեմ արդեն իր հետ ինչա կատարվել, ինչա։ Ինքը ինձ ասաց, ես ոչ մի վատ բան չեմ ասել։ Ասացի, եղավ, խնդիր չկա։ Անկեղծ եմ ասում, իմ երեխան իմ կողքն էր, ես ընդհանրապես չեմ սիրում ստել։ Ինչը կա, ես բաց մարդ եմ, փակ չեմ։ Այն կամ ինչը կամ իրականում, եւ ասեց, ես իրականում քեզ շատ սիրում եմ, ես չեմ փորձել ինչ-որ վատ բանով ասել, մի քիչ այլ կերպ նայ, ես էլ ասեցի, եղավ, խնդիր չկա։ Նախ ասեմ, որ նախագիծը լրիվ այլ ուրիշ նախագիծ է, չէ, ուրիշ հարցեր են տալիս, դա ոչ թե նստում են, ասենք մարդուն են քննադատում կամ խոսում, բայց ովքեր են քննադատում։ Հետո դուք էլ եղաք նույն նախագծում։ Ես եղա եւ ինչ հարցեր են տալի ու նախագիծը սենց ուրախ իրանք ավարտում են հումորային, դա հումոր չի։ Հումորը պետքա լինի մի քիչ իսկական հումոր, որ մարդուն չվիրավորի։ Ես էլ կարող եմ նստել, այնքան բաներ գիտեմ, բոլոր շատ բաներ գիտեմ, նստեմ, հումորային ինչ-որ ծրագիր անեմ, բոլորին ինչ-որ բան ասել։ Չի կարելի։ Դիմացը նստած է մեկ այլ երգիչ էլի շատ սիրելի, բայց ոչինչ չի խոսում, ոչինչ չի ասում։ Օրինակ, եթե ես ես լինեի, կապ չունի, ես այդ մարդուն կսիրեմ, չեմ սիրի, կշփվեմ, երկու բան հաստատ եթերով կասեի։ Ես ավելի ուժեղ եմ, քան երևի իրանք որ տղամարդ են միգուցե։ Արսենը Սաֆարյան։ Այո, ինքը ոչինչ չասես, նստած ինձ չի կարելի։ Ասենք ես չեմ մեղադրում ոչ մեկին, որ հիմա չեմ եկել այդ խոսակցությունը, էլի բացեմ խոսել, բայց շատ ճիշտ արեցիք հարցը տվեցիք, որ բոլորը իմանան իրականությունը, թեպետ իրականությունը բոլորը գիտեն։ Եթե դու ասում ես միջև վերջ քո այդ հիմքը պահի, բայց մի արդարացի, չի կարելի։ Դու եթե նման երկչու բնականաբար որ խոսեիր մեկ այլ երկչուներից, երևի քո համար շատ ավելի վատ կլիներ, չէ՞, տվյալ մարդու համար, բայց ես չեմ փորձել այդ գնալ այդ քայլերին։ Ես է կարող եի գնալ այդ քայլերին, որտեղ այնտեղ ունեմ եղբայր, որ իրեն շատ լավ ճանաչում է, իրար հետ շատ լավ շփվել են, շատ ավետի հետ նույն, ունեմ մոր եղբայր, հայտնի ու իմ ամբողջ ընտանիքը կարող էր այդ ամենի պատասխանը տալ, չէ՞, բայց ես թույլ չեմ տվել։ Այդքան մեծահոգ եմ գտնվել, չի կարելի։ Սոնա, ձեր մայրիկը, որ բազմիցս նշել եք, որ մեծ դեր ունի ձեր կայացման գործում, շատ հաճախ ձեզ հետ կապված ինչ-որ միջադեպերի մասին իր կարծիքը հանրայնորեն ասում է։ Դուք կիսում եք իր դիրքորոշումը, թե կարծում եք, որ ավելի լավ է զերծ մնալ նման խոսակցությունների։ Դե ամեն մեկը ասում եմ, ունի իր կարծիքը։ Հիմա եթե ինքը կարող է ինչ-որ մի բան ասի կամ գրի կամ օրինակ եմ ասում, իրայից դրթված չէ, ու կարող է այդ ոնց բացատրեմ, իր վիճակից ելնելով կարող է ինչ-որ մի բան գրի կամ ինքն էլ երաժիշտ է, ասեմ, իմանաք, կամ ամենն էլ ունի իր կարծիքը, հիմա ես չգիտեմ էլի ինչից կարա գրի, որտեվ կան բաներ, որ շատ վիրավորական է լինում իր նկանում, իմ հանդեպ, որ մարդիկ շատ անում են, նա կարող է արդեն ասենք փորձի իր տեսակով գրել, բայց ես միշտ ասում եմ, մամ ջան, դու գործ չունես, դու մնա քո դիրքերում, դու այո, երաժիշտ ես, ճիշտ է, այնքան անարդարություններ չի սիրում, ոնց որ ես, բայց ասում եմ դու մի խառնվի, քեզ պետք չի, նախ ես ասենք ինքը իր կարծիքն ունի, իր տեսակետը, ես չէ, մենք բոլորս մեր ընտանիքում չենք կարող միանման մտածել, ով ոնց կուզենա կանի հիմա ամեն մեկը այդ հնարավորությունը ունի ազատ։ Մամաս էլ է շատ էմոցիոնալ, շատ հաճախ խոսում է, շատ ասում է տեսնում եմ, որ շատ համերգներ կազմակերպում են,
Հիմա խոսենք շատ դու այդ համերգներին չկաս, ինչու չկաս, լավագույն երգչուհի ես, օրինակ սխալ հարց չի տալիս ինքը։ Դե ասում եմ ոչինչ, չկամ, ուրիշին կլինեմ, մի դու նեղվի, մի դու փորձի քո։ Իսկ ինչն է պատճառը։ Ես չգիտեմ, ես այն ժամանակ էլ այդպես շատ համերգներ կազմակերպում են պետականորեն, թե հիմա ես ընդհանրապես այդ համերգներին չեմ մասնակցում ու ընդհանրապես այդ համերգներին ինչ չեն կանչում, չգիտեմ ինչու, եւ ես չեմ էլ ուզում կանչեն։ Ես իմ աշխատանքը ունեմ, ես տարբեր մարդկանց համար եմ երգում, իմ գործունեությունն եմ ծավալում թե դրսում, թե այստեղ, ու ես չեմ էլ ստիպում, չեմ էլ խնդրում, որ այդ համերգներին կանչեն, որովհետև հատուկ կազմակերպիչներ կան, հատուկ մարդկանց են կանչում, դրա համար է մայրիկս միանք վիրավորվում այդ ամենից, փորձում է ինքն էլ իր արտահայտվել իր ձևով, ես ասեմ իրականությունը, որ բոլորին པարզ լինի, ես էլ ասում եմ ոչինչ, այդտեղ չկամ, ուրիշ տեղ կլինեմ, էլի շատ լավ երգիչներ ինձ պես, շատ կան ու ոչ մի տեղ համերգներին չկան, նույն մասան միշտ նույն տեղում է լինում, դրա համար խոսում ենք դրա մասին, ինչու պետքա չխոսանք։ Խոսում ենք, որ բոլորն էլ իմանան, որ բացի ես, էլի կան շատ երգիչ-երգչուհիներ, որ լավ համերգներին ընդհանրապես չեն ներկայանում, այսքան համերգներ են իրականում տեղի ունենում, բայց չկամ։ Միգուցե իրանց խանգարում եմ կամ կարողա երգեմ, լավ երգեմ, միգուցե խանգարեմ։ Պատճառը դա է, որ չկամ, ինչու չկամ։ Կարծում եմ դա է։ Սոնա ոլորտի զարգացումներին հետևում եք, նոր արտիստներին, կան արտիստներ, որոնց մեկ եթե ժամանակ ունենում եմ հետևում եմ, բայց ես հիմա գրեթե ժամանակ չեմ ունենում շատ, որովհետև զբաղված եմ իմ վոկալ դպրոցով, կրթում եմ բոլորին եւ շատ ժամանակ էլ չունեմ ինչ որ մեկին հետևելու ու իհարկե լսում եմ, սիրում եմ, ողջունում եմ քայլերը կապ չունի ես այդ երաժշտությունը նախընտրում եմ, սիրում եմ, բայց ինձ համար արտիստը գիտեք, արտիստը 3 տեղում պետք է լինի, արտիստ, դերասան, կերպար, խաղալ ու դու երգես, այդ միաժամանակ այդ 3-ը պետք է մեկում լինի, կարողանաս դու քեզ տիրապետել։ Ինձ համար արտիստ բառը մի քիչ շատ ամեն մեկին չես կարող ասել երգիչ, երգչուհի, երաժիշտ, արտիստ, ու ինձ համար արտիստը երգչուհին առհասարակ այն է, որ ինքը կարողանա խոսափողը վերցնի եւ կենթանի միշտ երգի ոչ թե ֆանագրամա, կապ չունի, հոգնած լինի, վատ լինի ձայնը, չէ, ինքը պետք է պատրաստ լինի երգելու, որովհետև խեն ասում երգիչ, երգչուհի, այդ խոսափողը միայն վերցնելով չի, որ կարողանաս դու ուղղակի երգես դնես քո ֆանագրաման, դու պետք է կարողանաս երգես։ Ու բարդ երգերը, որ նամանավանդ երգում են, շատ ողջունելի է։ Հեշտ երգելը ավելի հեշտ է, չէ, երգվում։ Ինձ համար դա է երգիչ, երգչուհին, որ կարողանա ինքը կենթանի հնչողությամբ կարողանա երգի։ Դա ինձ համար երգիչ երգչուհիներն են։ Այսինքն չեմ կարող ամեն մեկին, ես հիմա ունեմ այդ փորձը, կարող եմ ասել, որ դու երգում ես, դու երգիչ երգչուհի ես։ Ոչ, պետքա երգիչն էլ, թեկու սպորտսմենը, դերասան իր գործը լավ կարողանա անի, որովհետև հիմա այնքան ամեն ինչ հեշտացել, այնքան մատչելի է դարձել, ով հիմա ուզում է երգում, անկեղծ եմ ասում, կապ չունի, լավ, վատ, ով ինչ ուզում է անում, այսինքն դա արդեն վատ է։ Լումո ստուդիայում ամանորյա նկարահանումների գրանցումներն արդեն բաց են։ Ամրագրումների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ գրել սոցիալական էջերին։ Դերասանական արվեստի մասին խոսեցիք, ձեզ փորձել եք նաև ֆիլմաշխարհում ու կարծում բավականին հետաքրքիր է ստացվում հյուսիս-հարավ ֆիլմն եմ ես դիտել ձեր մասնակցությամբ։ Ես դոմինոն եմ խաղացել, շատ ֆիլմ։ Սիթքոմ է եղել, շատ բախտի դերը բալիկիս հետ խաղացի, ճիշտ է, մի դերվակ, բայց էլի խաղացել եմ այդ կերպարը։ Այդ դաշտում ձեզ ոնց եք զգում։ Հոյակապ, որովհետև էլի ունեմ առաջարկներ, էլի եմ խաղացել, նաև շուտով կլինի, ու չեմ ուզում տես շատ անակնկալները բացել, բայց թող լինի, որ արդեն որ սիրում եմ ինչ-որ մի բանը, որ լինում է, այսինքն այդ շրջանում է, որ իրականանա, չեմ սիրում ինչ-որ խոսք տալ, ասել հետո չլինի, չէ, չեմ սիրում։ Սիրում եմ ամեն ինչը, որ իր հերթով գնա իր տեղին, իր ժամանակին, եւ ես այդ, չգիտեմ, այդ շատ եմ սիրում դերասանականը, դա իմ մեջ կա ոչ թե ինչ-որ գովեստում եմ, ես եթե անգամ չերգեի, հաստատ լինելու էի կամ դերասանուհի, կամ ֆուտբոլիստ։ Անկեղծ, լուրջ եմ ասում, ես սիրում եմ, եթե անգամ ասում եմ չերգեի, ես կարող էի ինձ էլ ուրիշ բնագավառ ընտրեի, ես տենց մենակ չէի մնա, էլի հաստատ ազատ չէի մնա, որովհետև սիրում եմ։
Արվեստի հետ կապ։ Արվեստի հետ, այո, դա արվեստը իմ ամեն ինչն է, իմ կյանքն է, իմ ապրելակերպն է։ Առանց արվեստի իրոք չեմ կարող, որովհետև ես արդեն բավականին տարիներ այն բեմում եմ ու աշխատում եմ, չի եղել տենց դեպք, որ չաշխատեմ, տեսալովակ չներկայացնեմ, հանրությանը երկնոր չթողարկեմ, մրցույթների չմասնակցեմ, ասենք համերգների չէ։ Բավականին համերգների մասնակցեցի այս տարի էր, նախանցյալ տարի հատուկ հրավերներով եմ, որ միշտ աշխատում եմ գլոբալ։ Բայց այդ աշխատելը պետքա գնահատեն մարդիկ։ Գնահատողն էլ իմ ժողովուրդն է, որի համար եմ, որ ծափահարող իմ ժողովուրդն է, գնահատող իմ ժողովուրդն է, շնորհակալ եմ շատ։ Խոսենք ստեղծագործական նորությունների մասին։ Վերջերս բացվեց ձեր վոկալ ստուդիան, նաև ունեք նոր երգ, նոր տեսահոլովակ, այս ամենի մասին խնդրեմ պատմեք։ Այո, ես աշխատում եմ արդեն իմ վոկալ դպրոցում, բոլորին կրթում եմ, տարիքային սահմանափակում չկա ու շատ պրոֆեսիոնալ եմ մոտենում ու կան շատ բավականին լավ երեխաներ, որ երգում են։ Ես մի բան ասեմ, ինձ համար դա բիզնես չի, ոնց որ ոմանց համար։ Ես ասեմ, եթե մարդ չի կարողանում երգել, ես չեմ կարող այդ մարդուն ստիպել, ասել, գիտեք ինչ, ես կնե այնպես կարող եմ անել, որ դու երգես։ Պետք է այդ մարդը ունենա, չէ, տաղանդը, այդ շնորհքը, որպեսզի դու շարունակես քո ձևով կրթես, որ հասցնես այդ կետին։ Իսկ ես դա կարողանում եմ անել, մարդիկ ինձ հետ շփվելուց արդեն հաճույք են զգում, հպարտ են, իրանք արտահայտվում են, նույնն էլ ես փոխադարձ, իմ մարդ տեսակը գնահատելով, գալիս են, սիրում են ու ես չեմ ստիպում որ գան։ Մենք շատ հիմա աշակերտներ ունեմ, այն որ նույնիսկ չեմ հասցնում, բայց սիրում եմ այդ պատասխանատվությունը։ Սիրում եմ, եթե ես այդ բեռը վերցրել եմ, պետքա շարունակեմ ու ճիշտ տեղին։ Չեմ կարող հետ գնալ այդ ամեն ինչ։ Այո, քանի ամիս է արդեն ինչ դասավանդում եմ, թե on-line, թե իմ ստուդիայում, իմ դպրոցում եւ կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ եթե տեսնեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բացի վոկալը կրթում եմ, երաժշտություն եմ սովորեցնում, երգերն եմ փորձում, կարող եմ արդեն մեծացնեմ մի քանի ավելի էլի բնագավառներ այդտեղ լինեն, տարբեր բնագավառներից ինչ որ մի ճյուղ, մի մասնագիտություն անպայման կլինի, ոչ միայն վոկալը։ Նոր տեսալովակից էլ խոսեմ, այո, նկարահանել եմ գեղեցիկ երգ, իսկապես գեղեցիկ երգ, գեղեցիկ տեսալովակ, մի սիրո պատմություն։ Իրոք այս երգը շատ եմ սիրում, երգը կոչվում է Իզուրեի։ Թե իմ արդեն մեկը ամեն մեկը իր հոգու խորքում ունեցել է այտենց այդպիսի սեր, ամեն մեկը թող պատկերացնի իր կյանքը, դա սիրո մի պատմություն է, մի դրվագ է, աշխատել եմ շատ տաղանդավոր մարդկանց հետ, ում հետ որ միշտ աշխատում եմ, ինքներդ կարող եք լսել, տեսնել, լավ բավականին պրոֆեսիոնալ թիմ աշխատել ու ես այդ տեսալովակը երգը չեմ արել, որ հավաքեմ շատ դիտելություն, գովազդեմ, ոչ, ես արել եմ եւս մեկ գեղեցիկ մնայուն աշխատանք ու շատ անակնկալներ ունեմ, սպասվում են դուետներ, նոր շուտով, նոր երգեր, նոր տեսալովակներ, համերգներ, այդպես։ Ու շատ բարեգործական համերգների եմ մասնակցում, միշտ, գրեթե միշտ, անգամ եթե ժամանակ չեմ ունենում, կարող է իմ գործը թողնեմ, բայց այդ անպայման այդ համերգին ես ներկայանամ։ Մի համերգ չի եղել, որ ասեմ չեմ կարող գալ, վատ եմ, չէ, միշտ է որ անգամ եթե վատ եմ եղել, թե զինվորների համար էսի գովազդ չի, ինչ որ բաներ չի, որ ինչ որ մարդիկ ուրիշ ձև ակնկալեն, բոլորը շատ լավ գիտեն, թե զինվորների մայրիկների, ծնողների, մեր հերոսացին, բոլորի համար են որ ախնդիր երգել եմ, չեմ նայել անպայման գումար լինի, որ գումար աշխատեմ, ոչ։ Շատ եմ երգում ու շատ ինձ դիմում են, թե որպես որ այդ երգերը երգեմ, նրանց նվիրված են, որ ճիշտ է, շատ ցավով եմ, ծոր հուզվում եմ այդ ամեն անգամ երգելուց, բայց չգիտեմ, մենք էլ այդպես պետք է մենք հիշենք, պահենք, պահպանենք այդ ամենը։ Դա այն ամենակիչն է, որ կկարողանանք ինչ որ մի բան անել։ Շատ շնորհակալ եմ Սոնա զրույցի համար ու անկեղծ զրույցի համար ամենակարևորը։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, ձեր հաղորդմանը հետևում եմ։ Դուք շատ հաճելի դրա համար ստացվեց մեր զրույցը։ Կարևորը ինչ խոսքեր ունեի ասելու, շատ գեղեցիկ մեկնաբանեցի ու խոսեցինք, ունեցանք գեղեցիկ հաղորդում։ Շնորհակալ եմ։